Պատերազմի 21-րդ օրը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է ճշմարիտ խոստում 4 պատժիչ գործողության 67-րդ ալիքի մասին։ Իսրայելի կենտրոնական եւ հարավային շրջանները ամերիկյան ռազմաբազաները թիրախավորվել են պինդ եւ հեղուկ վառելիքով հրթիռային համակարգերով, այդ թվում գերծանր, ճշգրիտ կառավարվող, բազմաթիվ մարտագլխիկներով, Քադր, Խորամշահր եւ Խեյբար Շեքան հրթիռներով եւ միջին հեռահարության քիամարկերով։ Իրանն առաջին անգամ խոցել է ամերիկյան գերթանկարժեք $100 միլիոն արժողությամբ F-35 օդանավը։ Վաշինգտոնը պնդում է, որ F-35-ը իրանական հարվածի հետևանքով արտակարգ վայրեջք է կատարել, օդաչուի վիճակը կայուն է, միջադեպը հետաքննում են։ Իրանի ռազմածովային ուժերը խոցել են նաև ամերիկյան անօդաչու թռչող սարք։ Իրանի հարձակումները շարունակվում են նաև տարածաշրջանի երկրների ուղղությամբ, շարքից հանել են Կատարի հեղուկացված բնական գազի արտահանման հզորությունների 17%-ը, կանխատեսվում է տարեկան մոտ $20 միլիարդ եկամտի կորուստ եւ Եվրոպա եւ Ասիա մատակարարումների կորուստ։ Պայթյուններ են որոտացել նաև Քուվեյթում ամերիկյան Էլ Ահմադի ռազմաբազայում։ Իրանը հրապարակել է Հայֆայի Երուսաղեմի ուղղությամբ հրթիռների հարվածի կադրերը, որտեղ ինչպես պնդում են հոպը չի աշխատել։ Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների վրա գրված է. «Երդվում եմ իմ նահատակ առաջնորդի սեղմված բռունցքով, մենք կոչնչացնենք ձեզ»։ Նոր ալիքը մեծ ավերածություններ է առաջացրել, կան զոհեր ու վիրավորներ։ Գիշերվա ժամը 12-ին տանն էինք, երբ տագնապի ազդանշանը հնչեց ու պայթյուն լսեցինք։ Բեկորներն ընկել են մեր թաղամասում, տեսեք ինչ է կատարվել, ամեն ինչ ավերվել է։ Տները փլուզվել են, մեքենաներ են վնասվել, մարդիկ շոկի մեջ են։ Հարվածը շատ ուժեղ էր, շենքը լրջորեն վնասվել էր։ Այդ պահին ներսում մարդիկ կային։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են, սակայն նրանց վիճակի մասին տեղեկություն չունենք։ Հուսանք կապաքինվեն։ Հարվածի տակ է հայտնվել նաև Հայֆայի նավթավերամշակման գործարանը։ Հինգշաբթի գիշերը Թեհրանի համար ամենածանրն էր։ Ամենաինտենսիվ հարվածներն էին հակամարտության սկզբից ի վեր։ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները Հորմուզի նեղուցն ապաշրջափակելու համար։ Բանդար Լենգե նավահանգստի ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է մոտ 30 նավ։ Քերմանում էլ Պահապանների կորպուսի շտաբ բնակարանն է հարձակման ենթարկվել։ Իրանի Բանդար Աբասի միջազգային օդանավակայանն է ահռելի վնասներ կրել։ Սպանվել են Պահապանների կորպուսի գեներալ Ալի Մոհամմադ Նայինին, Բասիջի հետախուզության ղեկավար գեներալ Իսմայիլ Ահմադին եւ եւս 3 բարձրաստիճան զինվորական։ Բոլորին հետաքրքրում է, թե որտեղ է Իրանի հոգևոր առաջնորդը։ Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարտը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին շատ ծանր վիրավորվել էր Իսրայելի ավիահարվածի հետևանքով։ Ուստի որոշումների կայացման գործընթացը Իրանի ղեկավարության ներսում անհասկանալի է։ Ես վստահ չեմ, ով է այս պահին ղեկավարում Իրանը։ Նոր այաթոլլա Մոջթաբայի դեմքը չենք տեսել։ Դուք տեսել եք նրան։ Մենք չենք տեսել, չենք էլ կարող երաշխավորել, թե ինչ է տեղի ունենում այնտեղ։ Անհասկանալի բան է կատարվում։ Չենք ուզում մեկ այաթոլլային փոխարինել մյուսով։ Չենք ուզում Հիտլերին փոխարինել Հիտլերով։ Իրանի պետական հեռուստաընկերությունը հրապարակել է Մոջթաբա Խամենեիի տեսագրությունը, որտեղ կրոնական դասեր է տալիս մի խումբ ուսանողների, սակայն վայրն ու նկարահանման ժամկետներ չեն նշվում։ Իրանի արտգործնախարարը վստահեցրել է, որ Մոջթաբան միանգամայն առողջ է ու վերահսկում է իրավիճակը։ Աշխարհը քննադատում է Միացյալ Նահանգներ Իսրայել տանդեմի Իրանի դեմ ագրեսիան։ Եվրոպացիները բոլորովին ցանկություն չունեն ներգրավել այս հակամարտության մեջ, հատկապես այն պարագայում, որ այս պատերազմը իրենց կռիվը չէ։ Լատինական Ամերիկայի երկրներն էլ ասում են, չենք կարող մեկին թույլ տալ մտածել, որ ինքն է աշխարհի տերը։ Էկոնոմիստ պարբերականի նոր շապիկին Թրամփն է սաղավարտն աչքերին, կույր ցասում օպերացիա խորագրով։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։